Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային երրորդ օրն է մեզ մոտ մեկնարկում եւ հիմա տեսնում ենք, որ առաջին խաղն է մեզ մոտ մեկնարկելու եւ միմյանց հետ են մրցելու Արաքսը եւ Բորուսիա Մյունխեն-Գլադբախը։ Բորուսիան արդեն կարողացել է իր տեղը ապահովել փլեյօֆի գոտում, իսկ Արաքսը դեռ պայքարելու է գոնե 8-րդ հորիզոնականը պահպանի եւ դուրս գա փլեյօֆ։ Ինչևէ, տեսնենք այսօր թիմերը ինչպիսի արդյունքներ կգրանցեն։ Հիմա արագ ծանոթանանք թիմերի հիմնական հայտարարություններին։ Արաքսի դարպասը պաշտպանում է համար 1 Սևակ Մուրադյանը, համար 2 Բաբկեն Սահակյան, համար 4 Մկրտիչ Թեմուրյան, համար 5 Գեղամ Վարդանյան, համար 6 Հովանես Իսկանդարյան, համար 7 Արմեն Մելքոնյան, համար 9 Հովանես Բարսեղյան, համար 11 Տիգրան Մուրադյան։ Տեսնում ենք, որ խաղը մեկնարկեց, համար 17 Վահե Մարտիրոսյան եւ թիմի ավակ համար 77 Հենզել Վարդանյան։ Բորուսիայի դարպասը պաշտպանում է համար 1 Մանվել Պապիկյանը, համար 2 Գառնիկ Սարգսյան, համար 3 Արման Մարտիրոսյան, համար 4 Հարություն Թորոսյան, համար 6 Դավիթ Մարգարյան, համար 8 Ռաֆայել Մաթևոսյան, համար 9 Սևակ Մանուչարյան, թիմի ավակ համար 10 Արմեն Խաչատրյան եւ համար 77 Արեգ Հովանիսյան։ Տեսնում ենք, որ Արաքսի ֆուտբոլիստներն էին փորձում իրենց առաջին գրոհը իրականացնել այս խաղում, բայց չստացվեց նրանց մոտ։ Հիմա Բորուսիան է տիրում գնդակին, թիմի ավակն է գնդակով, խաղարկում է թիմակցի հետ։ Ձախ եզրում ներողություն Սևակ Մանուչարյանն է փոխանցում, բայց վերցնում է գնդակը Սևակ Մուրադյանը։ Բորուսիան լավ մրցաշար է անցկացնում, նշեմ, այս պահին 15 խաղից հետո 36 միավոր են վաստակել եւ երրորդ հորիզոնականում են, այսօր կարող են նրանք հաղթանակի դեպքում on-line տարբերակով ժամանակավոր շրջանցել Վիլյարեալին եւ տեղակայվել երկրորդ հորիզոնականում, իսկ Արաքսի ֆուտբոլիստները նույնքան խաղից ունեն 28 միավոր վաստակած եւ դեռ 8-րդ հորիզոնականում են, այս արդյունքը նրանց ապահովում է փլեյօֆի ուղեգիրը, բայց դեռ նրանք բացի այս խաղից ունեն մեկ հանդիպում անցկացնելու եւ հետաքրքիր է անցնելու այս ընթացքը վերջին խաղերն են մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ Winter Cup-ի լիգայի փուլը կարծես թե ավարտին է մոտենում եւ տեսնենք ի վերջո վերջում ինչ թիմեր կձևավորվեն մեզ մոտ փլեյօֆի համար։ Հիմա անցնենք բուն խաղին, տեսնում ենք, որ Բորուսիան է գրոհում, ձախ եզրով Սևակ Մանուչյանը նորից շարժվում է առաջ, տեսնենք փոխանցում պետք է կատարել, բայց ի վերջո լավ պաշտպանվեց այստեղ Արաքսի ֆուտբոլիստը եւ լինելու է Արաքսինը գնդակը։ Հիմա երկար փոխանցում այստեղ տեսանք Հենզել Վարդանյանի կողմից կարողացան այս դրվագում եզրային նետում վաստակել Արաքսի ֆուտբոլիստները։ Տեսնում ենք արագ խաղարկեցին, բայց այստեղ հեռացրեց գնդակը Հարություն Թորոսյանը եւ տեսնելու ենք այս խաղի առաջին անկյունայինը։ Տեսնենք այս խաղի առաջին ստանդարտն է լինելու։ Տեսնենք ինչ կտա այս ստանդարտը Արաքսին փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը կարող են հակագրոհի նետվել Բորուսիայի ֆուտբոլիստները
մի փոքր ուշացեցին, կարողացան Արաքսի ֆուտբոլիստները վերադառնալ, այստեղ էլ փոխանցումը ուժեղ ստացվեց։ Բորուսիայի ֆուտբոլիստի նորից երկար փոխանցում տեսանք, բայց այստեղ Հարություն Թորոսյանը շատ լավ է գործում պաշտպանությունում։ Նորից հեռացրեց գնդակը, բայց այստեղ Սևակ Մանուչարյանը խախտել էր խաղի կանոնները դաշտի կենտրոնում։ Վայ Մարտիրոսյանի հետ պայքարում եւ հիմա նորից ստանդարտ են վաստակել Արաքսի ֆուտբոլիստները։ Գնդակի մոտ թիմի ավակն է, տեսնենք Հենզել Վարդանյանը ինչ կառաջարկի մեզ այս դրվագում, տեսնենք Սուլիչը կա եւ հարվածում է, բայց շատ շեղ է հարվածում Հենզել Վարդանյանը եւ հարված է լինելու դարպասից կա արդեն այս խաղի առաջին հարվածը կատարեց Արաքսի ֆուտբոլիստը, բայց շեղ ընթացավ։ Հիմա պրեսինգ են ենթարկել Արաքսի ֆուտբոլիստները այստեղ տեսնում ենք, բայց կարողանում են խաղարկումներով մի փոքր դուրս գալ կիսադաշտից։ Բորուսիայի ֆուտբոլիստները շատ լավ գործեցին հիմա այստեղ Սևակ Մանուչարյանն է գնդակով շարժվում է կենտրոն, տեսնենք փոխանցում կատարեց ի վերջո, կարող է հարված լինել, հարված եւ փրկում է այստեղ Սևակ Մուրադյանը իր թիմին եւ հարված կատարեց կարծես թե Ռաֆայել Մաթևոսյանը եւ անկյունային են վաստակել, տեսնում ենք Բորուսիայի ֆուտբոլիստները։ Հիմա տեսնենք փոխանցում Տուկանային հրապարակ հարված եւ գոլ։ Խաղի հաշիվը բացված է 1-0։ Գոլ հեղինակ է դառնում Հարություն Թորոսյանը։ Հարություն Թորոսյան 1-0 տեսնում ենք, որ կարողացավ առաջին ստանդարտը օգտագործել Բորուսիա Մյունխեն-Գլադբախը եւ Արմեն Խաչատրյանի փոխանցումից հետո Հարություն Թորոսյանը գնդակը ուղարկեց դեպի Սևակ Մուրադյանի դարպասը։ Հիմա Բարտվողի կարգավիճակում են Արաքսի ֆուտբոլիստները, տեսնենք նրանք էլ ինչ կառաջարկեն մեզ, պետք է կարողանան գնալ առաջ եւ արագ հավասարեցնել հանդիպան հաշիվը։ Հիմա տեսնում ենք նրանք փորձում են գրո իրականացնել, Վայ Մարտիրոսյանն է գնդակով, բայց նորից տեսնում ենք լավ է գործում Հարություն Թորոսյանը պաշտպանությունում, այսօր շատ ակտիվ է գործում։ Խաղարկեցին այստեղ գնդակը Բորուսիայի ֆուտբոլիստները։ Ձախեզրում տեսնում ենք, որ նորից ազատ էր Սևակ Մանուչարյանը, տեսնենք փոխանցում ի վերջո այս գնդակը հեշտությամբ վերցնում է Սևակ Մուրադյանը եւ գրո շատ արագ սկսում իր թիմի, բայց այստեղ էլ լավ է պաշտպանվում Արման Մարտիրոսյանը։ Տեսանք, որ այս խաղակեսում արագ գոլ կարողացավ Բորուսյան հեղինակել։ Նորից Բորուսիայի ֆուտբոլիստներն են գնդակով։
Հիմա տեսնում ենք մի փոքր խնդիր տեղի ունեցավ սիրելի ֆուտբոլասերներ, խաղադաշտի լույսերը անջատվեցին եւ մեզ մոտ դադար է։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք, տեսնում ենք, որ թիմերը վերսկսել են հանդիպումը եւ այս պայն նշեմ, որ Բորուսիա Մյունխեն-Գլադբախը հաղթում է 1-0 հաշվով Արաքսին, գոլի հեղինակ դարձավ Հարություն Թորոսյանը, անկյունայինը տվեց իրենց արդյունքը Բորուսիայի ֆուտբոլիստներին եւ նրանք այս պայն առավելություն ունեն մեկ գնդակի Արաքսի ֆուտբոլիստների նկատմամբ Հիմա տեսնում ենք, որ փորձում են Բորուսիայի ֆուտբոլիստները անցնել կիսադաշտը, աջ եզրով են շարժվում առաջ, բայց ի վերջո խլեցին գնդակը Արմեն Խաչատրյանից եւ հիմա կարող ենք տեսնել Արաքսի ֆուտբոլիստների կողմից գրոհ, բայց չստացվեց, հիմա Դավիթ Մարգարյանը փոխանցում Խաչատրյանին, այստեղ լավ պաշտպանվեց Արաքսի ֆուտբոլիստը շարժվում են առաջ, տեսնենք կարող են հարված կատարել, հարված այստեղ Հարություն Թորոսյանն է հայտնվում այդ հարվածի ճանապարհին Շատ ակտիվ է գործում այս պայն այսօրվա միակ գոլի հեղինակը, տեսնում ենք պաշտպանությունում էլ է լավ գործում Եվ տեսնում ենք մի փոքր տեմպը ընկավ եւ թիմերը տեսնում ենք գնդակը մյուս եզրից մյուս եզրն են տեղափոխում Ավելի շատ գնդակով լինում են Բորուսիայի ֆուտբոլիստները, հիմա շարժվում են առաջ Արեգ Հովհաննիսյանն է գնդակով կենտրոնում, փոխանցում լավ էր, փոխանցումը արված Մարգարյան եւ փրկեց ի վերջո այստեղ Սևակ Մուրադյանը լավ շանս էր ստացել Բորուսիան եւ չկարողացավ եզրափակել Դավիթ Մարգարյանը Արեգ Հովհաննիսյանի փոխանցումից հետո Լավ պա ունեցավ, տեսնում ենք Բորուսյանի մել Արաքսն է գրոհում, տեսնենք ձախ եզրով շարժվում են առաջ հարված եւ այստեղ էլ փրկում է Մանվել Պապիկյանը իր թիմին վտանգավոր էր, տեսանք թիմերի մեկական հարվածներ Նորից Արաքսն է գրոհում, կարող են հարված կատարել, բայց այստեղ գնդակին է խաղացել Արեգ Հովհաննիսյանը եւ կարող են հիմա նրանք գրոհել, բայց այստեղ շատ լավ գործեց Եղան Վարդանյանը Լավ փոխանցում տեսանք Մկրտիչ Թեմուրյանից եւ հիմա էլ գնդակով Արաքսի ֆուտբոլիստներն են փորձում են գնդակը իրենց մոտ պահել եւ գրոհ սկսել Բայ Մարտիրոսյանն է կենտրոնում, այստեղ վտանգավոր է խաղում նրա այդ պայքարում Արեգ Հովհաննիսյանը եւ ի վերջո մրցավարը սուլեց եւ խաղի կանոնները խախտել է այս դրվագում Արեգ Հովհաննիսյանը Բայց ամեն ինչ կարգին է տեսնում ենք Վայ Մարտիրոսյանի մոտ
Հենց էլ Վարդանյանն է երկար փոխանցում կատարում, ոչ հարված կատարեց ի վերջո, բայց նորից շեղ ընթացավ Արաքսի ավագի հարվածը, արդեն երկու հարված է կատարել հենց էլ Վարդանյանը, երկուսն էլ շեղ են ընթացել։ Նորից տեսնում ենք լավ շարժվեցին իրենց կիսադաշտից դեպի կենտրոն Բորուսիայի ֆուտբոլիստները, Դավիթ Մարգարյանն է կենտրոնում հայտնվել, լավ խաղարկում տեսանք Արեգ Հովհաննիսյանը շարժվում է առաջ հարված, այստեղ հենց էլ Վարդանյանն է հայտնվում այս հարվածի ճանապարհին, շարունակվում է մնալ Բորուսիայի մոտ գնդակը Դավիթ Մարգարյան, բայց փոխանցումը չստացվեց Դավիթ Մարգարյանի Միջնամասն է մեզ մոտ առաջին խաղակեսի արդեն սիրելի ֆուտբոլասերներ դեռ հաշիվը նույնն է 1-0 հաշվով հաղթում են Բորուսիայի ֆուտբոլիստները Արաքսին եւ on-line տարբերակով նայում ենք մրցաշարային աղյուսակը տեսնում ենք որ ժամանակավորապես Բորուսիան շրջանցել է Վիլյարեալին եւ տեղափոխվել է երկրորդ հորիզոնական բայց դեռ հանդիպան ավարտին շատ ժամանակ կա եւ կարող է շատ բան փոխվել այս խաղում հիմա հարված Դավիթ Մարգարյանի կողմից նորից Վարդանյանն է կանգնում այդ հարվածի ճանապարհին կարող ենք հակագրող տեսնել բայց այստեղ փոխանցումը ուժեղ ստացվեց Արաքսի ֆուտբոլիստի Այստեղ տեսնում ենք Սառնասիրտ գործեց իրենց կիսադաշտում Հարություն Թորոսյանը, բայց նրա փոխանցումը հասցեատեր չունեցավ եւ Արաքսինն է լինելու գնդակը։ Տեսնում ենք փոփոխություն կատարվեց Բորուսիայի կազմում Սևակ Մանուչարյանը թողեց խաղադաշտը եւ դաշտ է մտել Ռաֆայել Մաթևոսյանը Նորից մանր խաղարկումներով տեսնում ենք, որ առաջ են շարժվում Բորուսիայի ֆուտբոլիստները, այստեղ նորից լավ գործեց պաշտպանությունում Հենզել Վարդանյանը Կարևոր օղակ է հանդիսանում Հենզել Վարդանյանը իր թիմում, նա իր թիմի ավագն է եւ շատ դրվագներում նա է իրենց թիմին եզրափակում տալիս Հիմա տեսնում ենք Տուգանային հարված են վաստակել Բորուսիայի ֆուտբոլիստները Արմեն Խաչատյանն է գնդակի մոտ Հիմա Սուլիչը կա տեսնենք Ինչպես կիրացնի այս Տուգանայինը Արմեն Խաչատյանը և թեթև փոխանցում վտանգավոր է Հարվածի վերջո չտեսանք և հեռացրեցին գնդակը Հիմա էլ վտանգավոր կարող է լինել Բայց ի վերջո կարողացավ այստեղ գնդակը վերցնել Մանվել Պապիկյանը Նորից խլեցին Արաքսի ֆուտբոլիստները գնդակը շարժվում են առաջ Այստեղ տեսնում ենք Հնարքների էր դիմում Արաքսի ֆուտբոլիստը, բայց ի վերջո իր մոտ գնդակը Երկար փոխանցում այստեղ էլ Արման Մարտիրոսյանն է իր դիրքում լավ գործեց նորից անցավ գնդակը Բորուսիային տեսնում ենք որ դաշտի կենտրոնում չի մնում գնդակը հիմա Արաքսն է գրոհում վտանգավոր է հարված եւ շեղ է հարվածում այստեղ Տիգրան Մուրադյանը ինչպիսի դիրքից Շեղ հարվածեց Արաքսի հարցակվողը շատ վտանգավոր էր տեսնում էինք Կարող էին հանդիպան հաշիվը հավասարեցնել Արաքսի ֆուտբոլիստները այս դրվագում, բայց չկարողացան այս շանսից օգտվել Արաքսի խաղացողները եւ հիմա գրում են Բորուսիայի ֆուտբոլիստները Ռաֆայել Մաթևոսյան թողնում է գնդակը իրենից առաջ եւ գնդակը լինելու է Արաքսինը, այստեղ արագ խաղարկում են խաղարկեցին գնդակը Արաքսի ֆուտբոլիստները եւ Դավիթ Մարգարյանն է խախտում կանոնները Գեղամ Վարդանյանի հետ պայքարում
Վտանգավոր է շատ Արաքսի գրո, ափսոս նրանք չկարողացան արդյունքի հասնել ի վերջո։ Նորից երկար փոխանցում Հենզել Վարդանյանի կողմից, նորից նրա երկար փոխանցումները տեսնում ենք, որ հասցեատես չեն ունենում եւ վտանգավոր չեն, նորից անցնում է Բորուսիային գնդակը։ Տեսնում ենք, որ անընդհատ արագ անցնում է գնդակը մյուս թիմին։ Մի փոքր շատ է խոտան այս րոպեներին, բայց դեռ կարողանում են պահպանել այս առավելությունը Բորուսիայի տղաները եւ 1-0 հաշվով հաղթում են այս պայի դրությամբ։ Հիմա էլ վտանգավոր է, բայց այստեղ Մանվել Պապիկյանը լավ գործեց եւ վերջին պային դուրս եկավ եւ հեռացրեց գնդակը։ Հիմա անկյունային են վաստակել Արաքսի ֆուտբոլիստները։ Տեսնենք այս ստանդարտը կարող է ինչ-որ բան փոխել այս խաղի հաշվում, փոխանցում շարունակում է Գեղամ Վարդանյան, թողեց թիմակցին գնդակը, լավն էր այստեղ խաղարկումը, տեսնենք վերջաբանը, հարված կարող են կատարել, ոչ, փոխանցում ի վերջո խլեցին գնդակը Բորուսիայի ֆուտբոլիստները, նորից կորցնում է այստեղ Արեգ Հովհաննիսյանը գնդակը, շարունակում է Արաքսի մոտ մնալ գնդակը եւ դեռ փոխանցումներ են կատարում Արաքսի ֆուտբոլիստները, խաղի իրավիճակ է Տուգանային հրապարակում փոխանցում, նորից դեռ հարված չկա, այստեղ էլ անհասկանալի բան վերջում որոշեց Արաքսի ֆուտբոլիստը Վահե Մարտիրոսյանը, հարված կարամ անվանեմ հարվածեց, բայց չստացվեց նրա մոտ այդ հարվածը։ Շատ քիչ ժամանակ է առաջին խաղակեսի ավարտին մնացել սիրելի ֆուտբոլիստներ, դեռ 1-0 է հաշիվը, հետաքրքիր հանդիպում է ընթանում։ Լավ խաղարկումներով նորից անցան կիսադաշտը, գեղեցիկ փոխանցում այստեղ տեսանք Դավիթ Մարգարյանի կողմից ուղղված էր դեպի Արմեն Խաչատրյանը, բայց չստացվեց նրա փոխանցումը, հիմա կարող է այստեղ լավ գրոհ իրականացնել Արաքսը, պահում է գնդակը Արաքսի ֆուտբոլիստը այստեղ աջ եզրում է հայտնվել եւ Գեղամ Վարդանյանը հետ է խաղարկում, բայց ի վերջո կարողացան Արաքսի ֆուտբոլիստները եզրային նետում կորզել այս իրավիճակում։ Վահե Մարտիրոսյան փոխանցում եւ հիմա հարված, բայց բարձր է հարվածում այստեղ։ Կարծես թե Հովհաննես Բարսեղյանն էր հարված կատարում, նրա հարվածը բարձր ընթացավ, բայց լավ դիրքում էր, տեսնում էին գտնվում Հովհաննես Բարսեղյանը, չկարողացավ դիպուկ գտնվել։ Հենզել Վարդանյանի հետ պայքարում այստեղ լավ գործեցին եւ ի վերջո Արաքսի ավակը հեռացրեց գնդակը։ Նորից հետ ուղարկեցին գնդակը Բորուսիայի ֆուտբոլիստները, Հարություն Թովոսյանը թողնում է դարպասապային եւ ուղղակի հեռացնում է Մանվել Պապիկյանը այս իրավիճակում եւ անցնում է գնդակը Արաքսին։ Հիմա տեսնում ենք լավ խաղարկումներ Արաքսի ֆուտբոլիստների կողմից, լավ փոխանցումներ, լավ են համագործակցում միմյանց հետ, տեսնենք ի վերջո հարված կկարողանան կատարել եւ հարված կլինի, թե ոչ
Ոչ, այստեղ լավ պաշտպանվեց Արեգ Հովհաննիսյանը եւ կարող են հիմա հակագրել Բորուսիայի ֆուտբոլիստները այս շեզրով շարժվում է առաջ Դավիթ Մարգարյանը եւ Արման Մարտիրոսյանին է թողնում նորից Արեգ Հովհաննիսյան փոխանցում եւ հարված կարող է լինել ոչ, այստեղ լավ պաշտպանվեց, տեսնում ենք վայ Մարտիրոսյանը ուշացեցին ի վերջո ներողություն Գեղամ Վարդանյանն էր հայտնվել պաշտպանությունում այնտեղ կարող էին եզրափակել գրով, բայց ուշացեցին հարվածը հիմա Արաքսն է գրոհում հարված եւ վտանգավոր էր եւ շեղե հարվածում տեսնում ենք նորից Տիգրան Մուրադյանը վտանգավոր էր այս հակագրոհը Արաքսի եւ վերջ սիրելի ֆուտբոլասերներ առաջին խաղակեսը մեզ մոտ ավարտված է 1-0 հաշվով այս պայն հաղթում են Բորուսյան Արաքսին հիմա մի քանի րոպե ընդմիջում կվերադառնանք քիչ անց Սիրելի ֆուտբոլասերներ վերադարձանք տեսնում ենք երկրորդ խաղակեսը մեկնարկել է մեզ մոտ եւ այս պայն Բորուսյան հաղթում է Արաքսին 1-0 հաշվով գոլի հեղինակ է դարձել Արսեն Թորոսյանը Արմեն Խաչատյանի փոխանցումից հետո անկյունային հարված էին վաստակել առաջին խաղակեսում հիմա վտանգավոր կարող էր լինել այստեղ Արաքսը կարող էր շատ արագ հավասարեցնել հանդիպման հաշիվը բայց շարունակվում է Մանվել Պապիկյանն այստեղ փրկում իր թիմին վտանգավոր են սկսել տեսնում ենք գործել Արաքսի ֆուտբոլիստները Արմեն Խաչատյանի գեղեցիկ փոխանցումից հետո անկյունայինից տեսանք Հարություն Թորոսյանի գլխի հարվածով ուղարկեց գնդակը Սևակ Մուրադյանի դարպասը եւ այս պայն առավելություն ունեն Բորուսիայի ֆուտբոլիստները հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք հիմա երկրորդ խաղակեսը մեկնարկել է տեսնենք այս խաղակեսում թիմերը ինչ կառաջարկեն միմյանց առաջինը պետք է ակտիվանան Արաքսի ֆուտբոլիստները նրանք այս պայն պարտվողի կարգավիճակում են հիմա Արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները Արաքսի դարպասը պաշտպանում է համար 1 Սևակ Մուրադյանը, համար 2 Բաբկեն Սահակյան, համար 4 Մկրտիչ Թեմուրյան հիմա վտանգավոր է եւ այստեղ էլ տեսանք առաջին հարվածը Բորուսիայի ֆուտբոլիստների կողմից Սևակ Մանուչարյանն էր հարված կատարում եւ առաջին անկյունայինը այս խաղակեսի հիմա այս ստանդարտից հետո կշարունակեմ Արաքսի հայտարարությունը Նորից Խաչատրյանն է գնդակով փոխանցում Տուգանային հրապարակ, բայց այստեղ բռունցքներով հեռացրեց գնդակը Սևակ Մուրադյանը Այստեղ էլ վտանգավոր է, բայց Արեգ Հովհաննիսյանը կարողացավ ի վերջո պահել իր մոտ գնդակը, կորցրեցին գնդակը այստեղ Բորուսիայի ֆուտբոլիստները, հիմա շարունակեմ համար 5 Գեղամ Վարդանյան, համար 6 Հովհաննես Իսկանդարյան, համար 7 Արմեն Մելքոնյան, համար 9 Հովհաննես Բարսեղյան, համար 11 Տիգրան Մուրադյան, համար 17 Վայ Մարտիրոսյան եւ թիմի ավագ համար 77 Հենզել Վարդանյան Բորուսիայի դարպասը պաշտպանում է համար 1 Մանվել Պապիկյան, համար 2 Գառնիկ Սարգսյան, համար 3 Արման Մարտիրոսյան, համար 4 Հարություն Թորոսյան, համար 6 Դավիթ Մարգարյան, համար 8 Ռաֆայել Մաթևոսյան, համար 9 Սևակ Մանուչարյան, թիմի ավագ համար 10 Արմեն Խաչատյան եւ համար 77 Արեգ Հովհաննիսյան վտանգավոր էր այստեղ տեսնում ենք նորից Բորուսիայի ֆուտբոլիստներն էին գրոհում, բայց չստացվեց ի վերջո Պահել գնդակը իրենց մոտ նորից տեսնում ենք երկար փոխանցում Հենզել Վարդանյանի կողմից այսօր նրա երկար փոխանցումները դեռ արդյունք չեն տվել, չեն ստացվում նրա փոխանցումները մի փոքր ուժեղ է լինում Հիմա տեսնում ենք, որ հանգիստ խաղարկումներով փորձում են գրոյի նետվել Բորուսիայի ֆուտբոլիստները ստացվում է Արեգ Հովհաննիսյան ձախ շարժում է առաջ Արմեն Խաչատրյան եւ գոլ կրկնապատկում են իրենց առավելությունը Բորուսիայի ֆուտբոլիստները եւ արագ կարողացան երկրորդ խաղակեսում հաշիվը կրկնապատկել 2-0 է մեզ մոտ
Արմեն Խաչատրյան 2-0 շատ լավ գրո իրականացրեցին Բորուսիայի ֆուտբոլիստները։ Հիմա կարող է վտանգավոր լինել Արաքսն է գրում հարված այստեղ Արման Մարտիրոսյանը փակեց այս հարվածի ճանապարհը վտանգավոր էր շարունակում է գրով Վայ Մարտիրոսյան կարող է հարված կատարել ոչ փոխանցեց ի վերջո հեռացված է գնդակը տեսնում ենք որ ակտիվ են թիմերը մեկնարկել երկրորդ խաղակեսը կարողացավ այս խաղակեսում Արաք նորից Բորուսյան իր կողմը թեքել առավելություն եւ արդեն երկու գոլի առավելություն է ստացել Բորուսիա Մյունխեն-Գլադբախը եւ հիմա անկյունային հարված են վաստակել այս դեպքում Արաքսի ֆուտբոլիստները արագ խաղարկեցին Տիգրան Մուրադյան հետ է ի վերջո փոխանցում դեպի Հենզել Վարդանյանը խաղարկում են դեռ Արաքսի մոտ է գնդակը տեսնենք բայց այստեղ լավ գործեց Արմեն Խաչատրյանը հիմա էլ տեսնում ենք, որ Սևակ Մանուչարյանին չեն թողնում հակագրոյլ և տակտիկական խախտում նկատվեց Արաքսի ֆուտբոլիստի մոտ և դեղին քարտ է ստանում Մկրտիչ Թեմուրյանը նորից գեղեցիկ փոխանցումներ Դավիթ Մարգարյան փոխանցում Խաչատրյանին հարված փրկում է այստեղ Սևակ Մուրադյանը վտանգավոր էր և վերջո կարողացավ այստեղ ֆիքսել գնդակը Սևակ Մուրադյանը և արագ փոխանցում կատարել թիմակցին և հիմա էլ Արաքսն է փորձում գրող կազմակերպել, բայց չստացվեց այստեղ Արաքսի ֆուտբոլիստի փոխանցումը Ռաֆայել Հովհաննիսյան թողնում է Խաչատրյանին, լավ են տեսնում ենք ձախ եզրում համագործակցում այս խաղակեսում շատ վտանգավոր էր այստեղ Դավիթ Մարգարյանի հարվածը, բայց մատների ծայրով փրկեց Սևակ Մուրադյան այս հարվածից հետո և փրկվում է Արաքսը նշում էի, որ ձախ եզրով շատ լավ են համագործակցում միմյանց հետ Բորուսիայի ֆուտբոլիստները գեղեցիկ հարված կատարեց տեսնում ենք կենտրոնից Դավիթ Մարգարյանը ի վերջո անկյունային են վաստակել Արմեն Խաչատրյան խաղարկում է հարված վտանգավոր էր Ռաֆայել Մաթևոսյանն էր հարված կատարում վերջին պահին Վարդանյանի գլխին դիպչեց գնդակը և նորից անկյունային է լինելու Արաքսի դարպասին նորից խաղարկեցին արագ Դավիթ Մարգարյանն փոխանցում տուկանային հրապարակ վտանգավոր էր Հարություն Թորոսյանը կարող էր դուբլ գրանցել, բայց շեղ ընթացավ նրա հարվածը տեսնում ենք, որ շատ ակտիվ են մեկնարկել երկրորդ խաղակեսը Բորուսիայի ֆուտբոլիստները նրանք տեսնում ենք, որ փորձում են արագ խաղի ելքը վճռել, բայց դեռ շատ ժամանակ կա, նրանք դեռ երկու գոլի առավելություն ունեն այս պահի դրությամբ Հիմա նորից վտանգավոր էր և անկյունային է նորից լինելու, այստեղ էլ Արման Մարտիրոսյանն էր հարված կատարում Նորից Արմեն Խաչատրյանն է գնդակի մոտ, տեսնենք Փոխանցում տուգանային հրապարակ, բայց վերցրեց գնդակը Սևակ Մուրադյանը Փորձում է արագ սկսել իր թիմի գրոհը, երկար փոխանցում, բայց այստեղ լավ է պաշտպանվում հիմա Արեգ Հովհաննիսյանը նորից խլեցին գնդակը Բորուսիայի ֆուտբոլիստները Հարություն Թորոսյան լավ այստեղ կարողացան մի փոքր անցնել կիսադաշտը, բայց նորից հետ վերադարձեցին, վտանգավոր է նորից շարժվում են առաջ հիմա Բորուսիայի ֆուտբոլիստները հրաշալի փոխանցում, տեսնենք Սևակ Մանուչարյան Այստեղ Հենզել Վարդանյանն է սահակման գնով պայքարեց նրա դեմ Սևակ Մանուչարյանի և կարողացավ ի վերջո խլել գնդակը և գնդակը Արաքսինն է լինելու Շատ վտանգավոր գրոհ է Արաքսի կողմից փոխանցում և Ինչ էր սա, կարող է 11 մետրանոց լինել սիրելի ֆուտբոլասերներ, բայց շարունակում է հանդիպումը խաղի մրցավարը ասում է ոչինչ էլ չկա հիմա պայքարում են Խաչատրյան 4-1-ի դիմաց փոխանցում և հարված և փրկում է Սևակ Մուրադյանը այս իրավիճակում և ի վերջո գալիս է դիտելու այդ դրվագը խաղի մրցավարը տեսնենք ի վերջո ինչ որոշում կկայացնի
խաղի մրցավարը այդ դրվագում։ Տեսնում ենք, որ խաղի մրցավարը կայացրել է, որոշումը ոչ մի բան չկար, հիմա անկյունային արագ խաղարկել են Բորուսիայի ֆուտբոլիստները, վտանգավոր է և հեռացված է գնդակը, շատ վտանգավոր է, տեսնում ենք Բորուսիայի գրողները նորից փրկվեց վերջին պահին, Արաքսը փրկեց իր թիմին, այնտեղ Սևակ Մուրադյանը, երկրորդ խաղակեսի տեմպը շատ բարձր է, փոխնիփոխ գրողներ ենք տեսնում թիմերի կատարմամբ, հիմա էլ Արաքսն է գնդակով 10 րոպե անց է երկրորդ խաղակեսից, հիմա Վարդանյանն է, տեսնում ենք հարձակվողի դիրքում հարվածը չստացվեց Հենզել Վարդանյանի, Հարություն Թորոսյանը վերահսկում էր այնտեղ պաշտպանությունում 10 րոպե անց էլ այս խաղակեսից սիրելի ֆուտբոլասերներ, բայց խելայք հանդիպում է ընթանում դեռ 2-0 է հանդիպան հաշիվը, հաղթում են Բորուսիայի ֆուտբոլիստները, բայց կարող եք գոլառատ հանդիպում ստացվել, դեռ ժամանակ կա, վտանգավոր էր նորից, բայց հեռացված է գնդակը։ Նշեմ, որ Արաքսը անցած խաղում մրցեց Ատլետիկոյի հետ առաջատարի հետ մրցեց և պարտություն կրեց 0-2 հաշվով իսկ Բորուսիա Մյունխեն-Գլադբախը կարողացավ իրեն մոտ գտնվող մրցաշարին աղյուսակում թիմին վտանգավոր էր հիմա Աջափնյակին կարողացավ հաղթել 2-0 հաշվով մեկ անգամ ինքնագոլ գրանցվեց, մեկ անգամ էլ Սևակ Մանուչարյանը գոլի եղենակ դարձավ, այս պահին Սևակ Մանուչարյանը իր թիմի ռմբարկում է, խփել է 20 գոլ այս մրցաշրջանում, նա 3 գնդակ է զիջում գլխավոր ռմբարկուին այս մրցաշրջանի Էվերտոնից է այդ խաղացողը Միքո Պողոսյանն է Փոխանցում նորից հեռացված է գնդակը, տեսնում ենք մի քիչ հանգստացավ խաղի տեմպը, բայց շարունակվում է հիմա Բորուսիայի գրողը փոխանցում և Վարդանյանն է, ոչ մյուս խաղընկերը նրա հեռացրեց գնդակը, վտանգավոր նորից փոխանցում տեսանք Ռաֆայել Մաթևոսյանի կողմից Նորից Մաթևոսյանն էր գնդակով, հետ թողեց դեպի Մարտիրոսյանը Շատ լավ են տեսնում ենք խաղարկում Բորուսիայի ֆուտբոլիստները դաշտի կենտրոնում գնդակը Նորից հիանալի փոխանցում դեպի Ռաֆայել Մաթևոսյանը, տեսնենք հետաքրքիր խաղարկումներ և Մարտիրոսյանն է շարժվում առաջ, փոխանցում նորից հեռացված է գնդակը, վտանգավոր էր Բորուսիայի այս գրոհը չստացվեց նրանց մոտ, պետք է Արաքսը կարողանա հանդիպան հաշիվը մի փոքր կրճատել, որովհետև հանդիպան ավարտը գնալով մոտենում է, քիչ ժամանակ է մեզ մնում Հիմա շարժվում են առաջ, տեսնենք, եղան Վարդանյակ գեղեցիկ անցում, հարված և Մանվել Պապիկյանն է փրկում իր թիմին, թույլ էր Արաքսի ֆուտբոլիստի հարվածը այս դրվագում Հիմա էլ այստեղ շատ վտանգավոր գործեց Մարտիրոսյանը, նրա փոխանցումը չստացվեց, նորից Արաքսինն է գնդակը, տեսնենք փոխանցում, կարող է հարված կատարել Տիգրան Մուրադյանը, բայց չհարվածեց ի վերջո Արաքսի հարձակվող այս իրավիճակում և հիմա էլ նետվում են գրոհի Բորուսիայի ֆուտբոլիստները Դավիթ Մարգարյան, տեսնենք Խաչատրյանն է փոխանցում և փորձեց գեղեցիկ գործել Բորուսիայի թիմի հավաքը, բայց չստացվեց նրա մոտ բայց լավն է նրա որոշումը ափսոս
կարող էին նրանք էլ ավելի մեծացնել իրենց առավելությունը այս խաղում։ Այստեղ էլ թեժ պայքար է ընթանում դաշտի կենտրոնում, կարողացավ Վարդանյանը ի վերջո խլել գնդակը Մաթևոսյանից եւ տեսնենք Տիգրան Մուրադյան լավ փոխացում Վարդանյանին, հարված եւ փակում է այստեղ այս հարվածի ճանապարհը Հարություն Թորոսյանը շատ վտանգավոր էր նորից Արաքսի մոտ է գնդակը Տիգրան Մուրադյան նրա հարվածը շեղ ընթացավ լավն էր տեսանք այս 1-2 հարվածները Արաքսի, բայց նրանք չկարողացան արդյունքի հասնել այս իրավիճակում երկրորդ խաղակեսի կեսը արդեն անցել է սիրելի ֆուտբոլասերներ վերջնամասին ենք քիչ մոտենում դեռ երկու գնդակի առավելությունը պահպանում են Բորուսիայի ֆուտբոլիստները հիմա գեղեցիկ անցում տեսանք Սևակ Մանուչարյանից փոխանցում նորից Վարդանյանն է հեռացնում գնդակը հեռացեցին բայց հիմա կարող են հակագրել շտապեց այստեղ Տիգրան Մուրադյանը փոխանցում կատարել նրա արչև ազատ էր կարող էր նա անցնել կիսադաշտը նոր փոխանցում կատարել բայց որոշեց փոխանցում կատարել Ռաֆայել Մաթևոսյան արված Սևակ Մուրադյանն է այստեղ էլ փրկում իր թիմին եւ նորից հեռացված է գնդակը Էնզել Վարդանյանը լավ է գործում այսօր պաշտպանությունում Նա տեսնում ենք փոփոխություն տեղի ունեցավ Բորուսիայի կազմում Հարություն Թորոսյանը խաղադաշտը լքեց նրա տեղը դաշտ է մտնում Գառնիկ Սարգսյանը եւ շատ վտանգավոր է հիմա գործում այստեղ Արման Մարտիրոսյանը շարունակում է գրով բայց ի վերջո խաղի կանոնները խախտեց Արման Մարտիրոսյանը եւ տեղին քարտ է ստանում Բորուսիայի պաշտպանը եւ տուգանային հարված են վաստակել Արաքսի ֆուտբոլիստները այնտեղ տապալեց ուղակի Տիգրան Մուրադյանին այս դրվագում Արման Մարտիրոսյանը տեսնենք սուլի չկա հարված բայց շատ բարձր է հարվածում Արաքսի ֆուտբոլիստը Ստանդարտները այս պահին նրանց արդյունք չեն բերում այս խաղում այստեղ էլ տեսնում ենք Արեգ Հովհաննիսյանը փոխանցումը չստացվեց նրան հիմա Գեղամ Վարդանյան հրաշալի անցում փոխանցում եւ հարված գեղեցիկ գոլ հեղինակ կարող էր դառնալ այս դրվագում Արաքսի ֆուտբոլիստը բայց նրա հարվածը շեղ ընթացավ Տեսնում ենք, որ փորձում են Արաքսի ֆուտբոլիստները հարվածներ կատարել եւ մի փոքր կրճատել հանդիպման հաշիվը, բայց նրանց մոտ դեռ չի ստացվում արդյունքի հասնել Բորուսյանը հիմա էլ գրում գեղեցիկ փոխանցում կատարեց Սևակ Մանուչարյանը, բայց ուժեղ ստացվեց դեպի Ռաֆայել Մաթևոսյանն էր ուղղված այդ փոխանցումը Հրաշալի մրցաշրջան է անցկացնում Բորուսիայի հարձակվողը շատ արդյունավետ է ամեն խաղում հիմա վտանգավոր կարող է լինել բայց որտեղ փոխանցեց ի վերջո Դավիթ Մարգարյանը գնդակը
Արաքսի ֆուտբոլիստներն են գրոհում, Տիգրան Մուրադյան, փոխանցում, տեսնենք եզրափակում կլինի թե ոչ եւ Վարդանյան կարող է հարված կատարել։ Եվ հարված եւ գոլ։ Ի վերջո կարողանում է կրճատել հանդիպան հաշիվը Արաքսը եւ հաշիվը դառնում է 2-1։ Գեղեցիկ փոխանցման հեղինակ դարձավ Գեղամ Վարդանյան այս իրավիճակում։ Կարողացան կրճատել հանդիպման հաշիվը սիրելի ֆուտբոլասերներ, Արաքսի ֆուտբոլիստները լավ գրոհ իրականացրեցին եւ ի վերջո արդյունքի կարողացան հասնել եւ արդեն մեկ գնդակի տարբերությամբ են պարտվում Արաքսի ֆուտբոլիստները։ Մնացել է մոտ 5-6 րոպե հանդիպման ավարտին, նրանք հիմա փորձելու են առաջ շարժվել եւ գոնե մեկ միավոր կորզել այս խաղում, տեսնենք Լարված վերջաբան է սպասվում մեզ սիրելի ֆուտբոլասերներ, տեսնենք ի վերջո կկարողանան միավոր վաստակել այս խաղում Արաքսի ֆուտբոլիստները։ Հիմա էլ վտանգավոր է գործում Դավիթ Մարգարյանը, հարված փրկում է այստեղ Մանվել Պապիկյանը, Տիգրան Մուրադյանը հարված կատարեց, տեսնում ենք շատ վտանգավոր են գործում վերջին րոպեներին իրենց կիսադաշտում Բորուսիայի ֆուտբոլիստները։ Պետք չէ այդպես խաղալ, կարող էլ պատժվել։ Տեսնենք։ Սևակ Մանուչարյանն է գնդակով, այստեղ լավ պաշտպանվեց նրա դեմ պայքարում Վայ Մարտիրոսյանը եւ անկյունային վաստակեց Բորուսյան, խաղարկեցին արագ եւ Սևակ Մանուչարյանը անցնում է, հարված կարող է կատարել, տեսնենք, բայց լավ պաշտպանվեցին նրա այդ պայքարում, հիմա էլ հակագրոհի կարող են նետվել Արաքսի ֆուտբոլիստները, բայց կարողացան մի փոքր հետ վերադառնալ Բորուսիայի ֆուտբոլիստները, այստեղ էլ շարժում է առաջ Դավիթ Մարգարյանը եւ նրա դեմ պայքարում լավ պաշտպանվեց Արաքսի խաղացողը եւ գնդակը Բորուսիային են լինելու նորից։ Երկար փոխանցում այստեղ էլ Գառնիկ Սարգսյանն է պաշտպանությունում լավ գործում, հերվից հարված Արեգ Հովհաննիսյանի կողմից, բայց փակեցին այդ հարվածը, հիմա տեսնենք կարող է հակագրոհ իրականացնել Արաքսը եւ Գեղամ Վարդանյան թողնում է թիմակցին, հարված կարող է լինել, ոչ, փրկում է այստեղ Մանվել Պապիկյանը իր թիմին եւ հեռացնում գնդակը, շատ վտանգավոր էր, տեսանք արագ խաղարկում են Արաքսի ֆուտբոլիստները, Գեղամ Վարդանյան հրաշալի անցումներ է, տեսնում ենք Գեղամ Վարդանյանից հարված, ոչ, ի վերջո չստացվեց այս դրվագում արդյունքի հասնել Արաքսին եւ քիչ ժամանակ է մեզ մնում սիրելի ֆուտբոլասերներ, արդեն մոտենում է ավարտին հանդիպումը, տեսնենք կարողանում են անցնել կիսադաշտը, բայց այստեղ Սևակ Մանուչյանը լավ չգործեց, Տիգրան Մուրադյան եւ փոխանցում հեռացնել պետ գնդակը, խաղարկում են այստեղ Բորուսիայի ֆուտբոլիստները, կարողացան ի վերջո անցնել կիսադաշտը եւ Արեգ Հովհաննիսյանն է ձախ եզրով շարժվում առաջ, Դավիթ Մարգարյան, Սևակ Մանուչարյան, հարված կարող է կատարել, հարված հեռացված է գնդակը, գեղեցիկ սև հեղինակեց Սևակ Մուրադյանը, հակագրոհի են նետվել, հիմա էլ Արաքսի ֆուտբոլիստները փոխանցում վտանգավոր է, բայց Մանվել Պապիկյանն է դուրս գալիս տեղից եւ հեռացնում գնդակը, խելայեղ հանդիպում է մեզ մոտ ընթանում սիրելի ֆուտբոլասերներ,
շարունակում է պայքարը։ Հիմա էլ կարող են հակագրոյի նետվել Բորուսիայի ֆուտբոլիստները Դավիթ Մարկարյան, այնտեղ ազատ է թիմակիցը Խաչատրյան, փոխանցում Մանուչարյանին, հարված կարող է կատարել, ոչ։ Հեղեցիկ այստեղ հարված կատարեց, փրկեց Սևակ Մուրադյանը, հարված նորից հեռացված է գնդակը։ Հիմա էլ Արեգ Հովհաննիսյանը կարող է հարված կատարել, հարված վտանգավոր էր, բայց շեղ ընթացավ նրա հարվածը։ Այստեղ նորից արագ խաղարկում են Արաքսի ֆուտբոլիստները։ Եվ այստեղ է Գառնիկ, ոչ, ներողություն Արման Մարտիրոսյանը մի փոքր կանխեց այս արագ գրոյև մաքուր է այստեղ գործում Արման Մարտիրոսյանը եւ անկյունային հարված շտապում են ուղակի Արաքսի ֆուտբոլիստները, տեսնում ենք, որ բոլորը եկել են Բորուսիայի կիսադաշտ Արաքսի ֆուտբոլիստներից, անգամ դարպասապանն է եկել Տուգանային հրապարակ վտանգավոր է լինելու, փոխանցում հեռացված է գնդակը եւ տեսնենք հիմա կարող է դարպասը դատարկ է հարված եւ ի վերջո գոլ Դավիթ Մարկարյանը խաղի ելքը վճռում է 3-1 սիրելի ֆուտբոլասերներ հանդիպումը ավարտված է մեզ մոտ Բորուսիան կարողանում է հաղթանակ կորզել Արաքսի հետ պայքարում հետաքրքիր հանդիպում ստացվեց սիրելի ֆուտբոլասերներ Այս խաղի համար պատրաստել ենք այսքանը, բայց մնացեք մեզ հետ, որովհետև դեռ մեկ խաղ էլ դիտելու ենք